Եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Քվեարկությունն ավարտվել է, քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը, որ մարզն է եղել ամենաակտիվը եւ որտեղ է գրանցվել ամենացածր մասնակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալները։ Հարյուրավոր ահազանգեր, կրկնակի քվեարկության կասկածներ, քվեարկության գաղտնիության խախտումներ եւ ձերբակալություններ, ինչ խախտումներ են արձանագրվել եւ քանի անձ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Քաղաքական ուժերը, դիտորդներն ու իրավապահները նույնպես հաշվում են խախտումները, ընտրական օրվա ամենաաղմկոտ միջադեպերն ու արձանագրված խախտումները։ Դիմակավորված անձինք, շրջափակում եւ ձերբակալություններ, ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 20-ն է, քվեարկությունն այս պահին դադարեցված է, Հայաստանը կատարել է իր ընտրությունը։ Բոլոր ընտրատեղամասերը հենց հիմա փակվում են, րոպեներ անց սկսվելու է ընտրական գործընթացի ամենակարևոր փուլը՝ ձայների հաշվարկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մասնակցության վերջին միջանկյալ պատկերը, ժամը 17-ի դրությամբ Հայաստանում ընտրությանը մասնակցել է 1.224.957 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48.93%-ը։ Եվ այսպես Երևանում քվեարկել է 412.168 անձ, Արագածոտնում 57.999 անձ, Արարատում 106.622 անձ, Արմավիրում 101.408 անձ, Գեղարքունիքում 83.348 անձ, Լոռիում 106.161 անձ, Կոտայքում 122.692 անձ, Շիրակում 96.077 անձ, Սյունիքում 59.215 անձ, Վայոց ձորում 24.171 անձ, իսկ Տավուշում 55.096 անձ։ Ինչպես տեսնում եք, ամենաակտիվը Սյունիքի մարզն է, պասիվը Արմավիրը։ Վերջնական տվյալները, որոնք արդեն կներառեն նաև օրվա վերջին 2 ժամվա մասնակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի առաջիկայում։ Դրանք էլ ցույց կտան, թե որքան ակտիվությամբ են քաղաքացիները մասնակցել այս ընտրությանը եւ որքանով է վերջին ժամերի ավանդական աշխուժությունը փոխելու ընդհանուր պատկերը։ Ժամը 17-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունը ստացել է 57 ահազանգ, արձանագրվել է կրկնակի քվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշարք տալու 1 եւ ընտրատեղամասում սառը զենք ունենալու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։ Հրատապ ասուլիս է հրավիրել Հայաստան դաշինքը, դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունը զանգվածային ճնշումներ է գործադրում իրենց համակիրների եւ շտաբների պատասխանատուների նկատմամբ։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչը իշխանությանը նաեւ մեղադրել է ընտրակաշարք բաժանելու համար։ Ընտրությունները սկսելուց առաջ եւ ամբողջ օրվա ընթացքում մինչեւ այս պահը գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների եւ մասնավորապես նաեւ Հայաստան դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ։ Առավոտվանից ձերբակալություններ, մարդկանց տարբեր պատրվակներով, կեղծ հիմար զապիսներով, առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց են թողում, որոշներին փորձում են մեղադրանքներ վկայի կարգավիճակով, այսինքն նպատակը կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը։ Մի դեպք ընդհանրապես պատմեմ, որ առավոտյան Գյումրիում իրականացրել են խոզարկություն, ձերբակալել են Գյումրիի մեր շտաբների պետերից մեկին, բերել են ԱԱԾ Երևան, հետո տարել են քննչական կոմիտե, ընդեղել են ասես տեղ պետք է չբերեիք ուրիշ տեղ տանեիք, հետո տարել են հակակոռուպցիոն կոմիտե, ընդեղել մի քիչ պահելուց հարցաքննելուց հետո ասել են շփոթել ենք, սխալ մարդ ենք բերեք, կներես տեսություն, այսինքն շտաբի պետին առավոտից բերել են 6 ժամ սաղուժային կառույցներով ու հետո բան։ Այս պահին չնայած Գյումրիից ունենք ձերբակալվածներ։ Նոյեմբերյանում նույն դեպք եղել հիմնականում որտեղ ունենք ակտիվ նախընտրական շտաբներ, ապօրինի կերպով հարձակվում, ձերբակալում ու համատարած ռեպրեսիաներ։ Չնայած այս ամեն ինչին, քաղաքացիների այս ծավալի մասնակցությունը փաստում է հետևյալը, որ իշխանությունը անզոր է իր վարչական ռեսուրսներով այս ամեն ինչով իր վերարտադրությունը ապահովել։ Մենք գնահատում ենք այս մեծ ծավալի մասնակցությունը մեր հայրենակիցների շատ
բարձր։ Լարված միջադեպ է արձանագրվել Գյումրիում, ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ մի խումբ դիմակավորված անձինք շրջափակել են կուսակցության գրասենյակը։ Ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը հայտնել է, որ ձերբակալել են 3 անձի, դեպքի մասին մանրամասները հայտնել է փաստաբան Արտուշ Հակոբյանը։ Եթե չարամետորեն խուսափում են տուրը բացելուց, ուրեմն փաստաբանի մասնագիտական կողմնակցությանը խոչընդոտում են։ Տեսնում եք, որ Պարոն Խուդինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշառք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Իսկ փաստաբանին ինչու չի թույլատրվում ներս մտնել։ Եկր մնացածը հետո կասի։ Եվ քանի հոգի էին, պարոն Խուդինյան, ներսում գտնվում ներեցեք։ 3 հոգի։ Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը բազմաթիվ են։ Ընտրատեղամասերից մեկում քվեախցիկի վերևում գաղտնի տեսախցիկ է եղել տեղադրված, որը բացահայտել են դիտորդները։ Քվեախցիկի վերևում տեղադրված տեսախցիկը ընտրության օրը հնչած բազմաթիվ ահազանգերից միայն մեկն է։ Կրկնակի քվեարկության կասկածներից մինչև քվեարկության գաղտնիության խախտման մասին հաղորդումներ։ Ինչ պատկեր է ձևավորվել ընտրության օրը, դիտենք ռեպորտաժում։ Կրկնակի քվեարկություն, հոսանքազրկված ընտրատեղամասեր, քվեարկություն 2 հոգով, վիճաբանություն ու փոխադարձ մեղադրանքներ։ Խորհրդարանական ընտրության օրը դեռ չի ավարտվել, սակայն արձանագրված ընտրախախտումներն անհաշվելի են։ Գյումրիի 31 կոտորակիցուներեք ընտրատեղամասում 2 անձով քվեարկություն է գրանցվել։ Ըստ իշխանություն լրատվականի Գորիսում պայմանագրային զինծառայողներին պարգևավճար են խոստացել ընտրությանը մասնակցելու եւ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար։ Երևանի թիվ 14 կոտորակ 12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է։ 15, 16 եւ 19 համարի քվեաթերթիկները սեղանի վրա զգալիորեն ավելի շատ են, քան 3 եւ 7 համարներին է։ Վայոց ձորի մարզի թիվ 36 կոտորակ 15 ընտրատեղամասում ՔՊ-ի քարոզչական նյութերը տեղամասից անթույլատրելի հեռավորության վրա են։ Երևանի թիվ 14 կոտորակ 15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել է միաժամանակ 1-ից ավելի ընտրող։ Հայաքվեն էլ ահազանգում է, որ Երևանի 9 կոտորակ 50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թեղուտի վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում քվեախցիկ եւ օգնում ընտրողներին։ Արարատի 12 կոտորակ 15 ընտրատեղամասում համայնքի ղեկավարը դիմավորում եւ ուղղորդում է բնակիչներին։ Ազատ քվե դիտորդական առաքելությունը ֆիքսել է, որ Լոռու մարզի 23 կոտորակ 24 ընտրատեղամասում 2 ոստիկան օրենքի խախտումով մուտք են գործել տեղամաս եւ հետեւում են քվեարկության ընթացքին։ Երևանի թիվ 1 կոտորակ 3 ընտրատեղամասում տեսահսկման խցիկի տեսադաշտում չեն գտնվում քվեաթերթիկների տրամադրման եւ պահպանման վայրերը։ Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 59 ընտրատեղամասում ՔՊ-ականների ուղղորդմամբ քվեարկության եկած տղամարդը ցանկանում էր քվեաթերթիկը դուրս բերել։ Արմլուր լրատվականը հայտնում է, որ քվեախցիկում ընտրողին աջակցելու փորձ է տեղի ունեցել Մարտունու 21 կոտորակ 5 ընտրատեղամասում։ 9 կոտորակ 6 ընտրատեղամասում քաղաքացին պնդում է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը հայտնում է, որ Ալավերդու 24 կոտորակ 11 ընտրատեղամասում ՔՊ-ականներն իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից ի ապացույց ՔՊ-ին քվեարկելու փաստի։ 31 կոտորակ 6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների։ 25 կոտորակ 8 տեղամասում ընտրողը դուրս է հանել քվեաթերթիկները ցուցադրելով 3 համարը։ 8 կոտորակ 10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։
Ըստ հետքի փոխանցած տվյալների Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 23 ընտրատեղամասում նաև քվեախցիկում լուսավորությունը պատշաճ ապահովված չի եղել, ինչի արդյունքում մարդիկ լույս են փնտրել քվեախցիկից դուրս։ Թալին քաղաքի 18 կոտորակ 30 ընտրատեղամասում ԱԳ նախարարի օգնական Արագածոտնի մարզի նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը ընտրության է գնացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանիշ քարտեզը կրծքին, տեղեկացնում է հետքը։ Ըստ ազատ քվե դիտորդական առաքելության դիտորդի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22 կոտորակ 32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ եւ ճնշման դրսեւորումներ։ Մասնավորապես ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը ըստ դիտորդի ուղղորդել է ընտրողներին, դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ եւ հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։ ABC մեդիայի տեսախցիկը ֆիքսել է, որ 15 կոտորակ 42 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը ցանկացել է օգնել մյուս քվեախցիկում կանգնած ընտրողին։ Հանձնաժողովի նախագահի միջամտելուց հետո քաղաքացին արձագանքել է՝ մի տնից ենք։ Օշականի մշակույթի տուն 17 կոտորակ 25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործել քվեաթերթիկով։ Օձուն գյուղի 24 կոտորակ 09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը եւ անտառատնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորել ու ուղղորդել են ընտրության։ Գյումրու 31 կոտորակ 41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դարձել, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին ու այնուհետև նետում աղբարկղը։ Խախտումների, ահազանգերի եւ քաղաքական փոխադարձ մեղադրանքների ֆոնին քաղաքական ուժերի առաջնորդները եւս հերթով ներկայացել են ընտրատեղամասեր իրենց քվեն տալու եւ վերջին ուղերձները հղելու համար։ Լսենք։ Քիչ առաջ ԿՊԿ կուսակցության ներկայացուցիչը մոտեցավ բնակչին, ով օգնության կարիք ուներ եւ տղան հետներ, սպասում էր տղային, որ մոտենա եւ թիվ 3 քվեաթերթիկը դրել էր սկզբնամասում, ինքը ուղղորդեց, որ այդ թերթիկը տակը դնի, ես կողքն էի ու լսեցի, թե ինչպես է ահա այս անձնավորությունն ուղղորդում, որ փոխի թիվ 3 քվեաթերթիկը։ Ամբողջը վերցնում եք, դնում եք քվեաթերթիկ, որոնք որ չեք ուզում, գցում եք քվեաթերթի մեջ, այս մի հատիկը դնում եք մեծ։ Այստեղ չի կարելի դրա խոսակցություն։ Թերթիկը նկարեցիքում։ Դիգին ցանասերը չի կարելի, չի։ Ինչպես ստացվեց, որ մի հոգի փաստորեն քվեարկել է այստեղ մենք տեսանք Տիգրան Նիկողոսյան, առաջի քվեող։ Աշխատակիցը համապատասխանությունը թվի չի տեսել, ու թույլ են։ Բայց հիմա այս թուղթը վավեր կհամարվի։ Անվավեր, իհարկե։ Սա անվավեր է, բայց հիմա ընտրողը չի իմանա, որ այդ թուղթը անվավեր է համարվելու։ Ճիշտ ասած, ես ինքս եմ ասում անվավեր, որովհետև այս պահին ընտրատարածքային տեղամասի նախագահան սպասում է Գիազոր Մարմինի եւ կենտրոնական միտական հանձնաժողովի որոշմանը, որպեսզի որոշում կայացնեն ու փոխանցեն ինձ որոշումը։ Թափանցում է այսի քվեախցիկի հետևերևումը։ Նկարում եմ։ Նկարում եմ։ Թեկնածուն մինչև ժամը 20:00-ն իրավունք չունի լինել տեղամասում, պարոն։ Ինչ անե՞, Մինասյան։ Պարոն Մինասյան։ Կարող է կրնել շրջիկ դուրս գալ։ Նայեք, նորմալ է դուրս գալ, իրավունք ունի։ Միք տեսեք։ Все. Լավ փորձի էսի գրանց։ Գարնի կարելա, գարնի։ Չէ, все։ Գարնի կարի։ Ուրա, ժողովի անդամներ։ Այս վերել ասավ են ցուցադրելով, իրեք հետ գնաց։ Ճղի դենեք։ Դուք դիտում եք հերթական ընտրախախտումների մասին հոլովակ, այժմ լսենք կուսակցությունների առաջնորդների վերջին ուղերձները։
Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր։ Հիցուն հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղ ինչ որ տանել են, որ մարդիկ չզբաղվեն, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասել է դա ապագա չի։ Եկեք մի դիրքի ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Ամեն դեպքում քվեախցիկում մարդն իր խղճի հետ է, ինչ ուզում է սարան, մեկը իր խղճի հետ է մնում մենակ։ Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ։ Ոչ թե մարդիկ, որոնք կարող են ուրախությունների ժամանակ ուտել խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես քնած թե արթուն ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար։ Все? Душ жарко сапет. Չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունն հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հարակվեին, հարակվե տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի հարակվեի առարկա։ Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն իջակի է պահել իր սահմանների անդրնում խելαιությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Իսկ ինչ կլինի, եթե որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքի։ Ինչ սցենարներ ակնկալել հունիսի 7-ին, դիտենք Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ 18 քաղաքական ուժ, 2,485,232 ընտրող եւ 1 գլխավոր հարց, ով է ձևավորելու հաջորդ իշխանությունը։ Առաջին հայացքից պատասխանը պարզ է թվում, իշխանություն է դառնում նա, ով հավաքում է ամենաշատ ձայները։
Սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրակարգում ամեն ինչ այդքան ուղիղ չէ։ Այստեղ հաղթանակը դեռ իշխանություն չէ, իսկ առաջին տեղը դեռ չի նշանակում կառավարություն։ Քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների եւ դաշինքների օգտին։ Փակվում են ընտրատեղամասերը, բացվում են քվեատուփերը, սկսվում է հաշվարկը։ Սակայն ընտրության գիշերը քաղաքական պայքարը հաճախ դեռ ավարտված չի լինում։ Այս ընտրությունում շատ փորձագետներ չեն բացառում մի սցենար, որի դեպքում 18 քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Թեև գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք են դառնալու հաջորդ իշխանությունը, սոցիոլոգիական հարցումները այլ պատկեր են ցույց տալիս։ Որևէ ուժ առայժմ չի մոտենում բացարձակ գերակայության։ Եթե քաղաքական որևէ ուժ չի հավաքում 50% պլյուս 1 ձայն, ապա երկու հնարավորություն կա ընտրությունների հետագա ընթացքի հետ կապված։ Առաջին հնարավորությունը այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ընդհանրություններ ունեն միմյանց հետ եւ գումարային առումով իրենց հասանելիք մանդատների թիվը գերազանցում է 52%-ը, նրանք իրավունք ունեն կոալիցիա կազմելու։ Եթե այդ կանխատեսումները իրականություն դառնան, սկսվում է քաղաքական մաթեմատիկան։ Կուսակցությունները փորձում են ընդհանուր հայտարար գտնել, հին մրցակիցները ընդհանուր լեզու, իսկ նախընտրական կոշտ հայտարարությունները հաճախ տեղ են զիջում կոալիցիոն բանակցություններին։ Բայց ինչ կլինի, եթե նույնիսկ այդ բանակցությունները փակուղի մտնեն եւ ոչ ոք չկարողանա ձևավորել կայուն մեծամասնություն։ Հենց այստեղ է, որ ընտրական գործընթացը ստանում է երկրորդ շունչ։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը։ Հայաստանի սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը նման իրավիճակի համար հատուկ մեխանիզմ են նախատեսել։ Եթե ընտրությունից հետո չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, գործընթացը կարող է տեղափոխվել երկրորդ փուլ։ Պարզ ասած, քաղաքական մրցավազքը մտնում է եզրափակիչ փուլ։ Երկրորդ փուլ են անցնում առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերը։ Եթե առաջին փուլը կարելի է համեմատել բազմամարդ մարաթոնի հետ, ապա երկրորդ փուլում վազքուղու վրա մնում են ընդամենը երկու մասնակից։ Երկրորդ փուլի պարագայում ընտրությանը մասնակցում է միայն երկու ուժ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը։ Այդ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի շուրջ երկրորդ փուլում նույնպես հնարավոր է ձևավորել դաշինքներ եւ այդ պարագայում արդեն ի տարբերություն առաջին փուլի երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Եվ այստեղ ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ երկրորդ փուլի հաղթողը պարզապես չի հաղթում մրցակցին։ Նա ստանում է նաև կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու եւ կառավարություն կազմելու հնարավորություն։ Այսինքն առաջին փուլում առաջատարը պարտադիր չէ, որ վերջում դառնա իշխանություն։ Քաղաքական մրցավազքում երբեմն վճռորոշը ոչ թե մեկնարկն է, այլ վերջնագիծը։ Պատկերացնենք, ստեղծվել է մի իրավիճակ, որ հաղթում է, ասենք, երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուն, որը առաջին փուլի արդյունքներում դիցուք ստացել է 30% ձայներ։ Այդ պարագայում, եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն հաղթում են, ուրեմն այդ ուժը ստանում է 52% մանդատ, այսինքն իրենք ստանում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի իրենք ունենան կայուն մեծամասնություն։ Մյուս կարևոր եւ ամենակննարկվող թեման այս օրերին այսպես կոչված ձայներ փոշիացնող ուժերն են, ովքեր են համարվում այդպիսիք, ում օգտին կարող են աշխատել նրանց ստացած ձայները եւ ինչպես է օրենքը կարգավորում այդ գործընթացը։ Այս հարցերին անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ, այս 30 ձայնը, որը դուք հիմա տեսնում եք, այս 30-ը, որը ոչ մեկի չի տրվել, չի բաշխվել, որովհետև շեմը ոչ մեկ չի հաղթարել, սա բոլոր օրինակ մեր դեպքում 16 կուսակցությունների ձայներն են, այստեղ միտեղ պիտի մնալ, ինչպես ասում է կենտրոնական ընտրականը։ Չպիտի մասնակցի ոչ ձայների բաշխմանը, ոչ մանդատների բաշխմանը, բայց դա այդպես չէ, մանդատների բաշխման process-ում այս 30 ձայնը ոչ միտեղ չի անհետանում։ Այս 30-ը բաշխվում է այս ուժերի միջև, չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ։ Իսկ ինչ կլինի, եթե քաղաքական ուժերից որևէ մեկը չընդունի ընտրության արդյունքը։ Այս դեպքում արդեն գործի են անցնում իրավական մեխանիզմները։ Ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքը կարող են վիճարկել ընտրությանը մասնակցած կուսակցություններն ու դաշինքները, բողոքարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը։ Բայց այդ բողոքը ներկայացվում է ոչ թե ընդհանուր իրավասության դատարան, այլ անմիջապես սահմանադրական դատարան։ Ընտրական օրենսգրքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակումից հետո մինչև 5-րդ օրը ժամը 18:00-ն։ Այսինքն, եթե վերջնական արդյունքը հրապարակվում է օրինակ երկուշաբթի, ապա մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն շահագրգիռ քաղաքական ուժերը կարող են դիմել սահմանադրական դատարան։ Եթե որևէ քաղաքական ուժ պարզապես հայտարարում է, որ չի ընդունում ընտրության արդյունքը, դա ինքնին իրավական հետևանք չի առաջացնում։ Իրավական գործընթաց սկսվում է միայն այն ժամանակ, երբ ներկայացվում է պաշտոնական դիմում եւ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում գործը։ Այդ պատճառով էլ խորհրդարանի ընտրությունը միայն քվեների հաշվարկ չէ։ Դրանք նաև քաղաքական հաշվարկների, հնարավոր դաշինքների, կուլիսային բանակցությունների, համագործակցությունների եւ երբեմն նույնիսկ անսպասելի շրջադարձերի պատմություններ են։ Քվեարկության օրը քաղաքացին ընտրում է խորհրդարան, սակայն իշխանության վերջնական պատկերը կարող է ձևավորվել միայն ընտրությունից հետո քաղաքական ուժերի հարաբերակցության, բանակցությունների եւ օրենքով նախատեսված մեխանիզմների արդյունքում։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս պահին իմ գործընկերները տարբեր ընտրատեղամասերում հետևում են աշխատանքին, առաջինը միանան Անի Աբաղյանին, որն աշխատում է 8-ի 33 ընտրատեղամասում։ Անի, ողջույն, ինչ է այս պահին կատարվում այդ ընտրատեղամասում։ Կենքը 6 738 Բարի երեկո Աննա, այս պահին մենք 8 կոտորակ 33 ընտրատեղամասում ենք, որտեղ դեռ քվյա տուփը չի բացվել, այս պահին ես զրուցելու եմ հանձնաժողովի անդամներից Դավիթի հետ եւ նա ներկայացնելու է քանի ընտրող կարող էր այստեղ ընտրության գալ, քանիսն են ընտրել եւ ընդհանրապես ինչ վիճակ է այստեղ։ Դավիթ, խնդրում եմ նաեւ մեր հետևորդների համար ներկայացնել, թե ինչ վիճակ է եւ քանի ընտրող կարող էր այստեղ ընտրել։ Տեսեք, կարող էր քվեարկել 1799 ընտրող, մասնակցել է քվեարկությանը 1062-ը, 1063-ը, այո, քանի որ մեկը ոնց հասկացանք մարվել է, այսինքն մեր դեպքում 1063 է գալիս։ Այդ դեպքում մենք հիմա իրականացնում ենք արդեն քվեարկության արդյունքների ամփոփում ըստ ուղեցույցի, որը որ տրվում է ցանկացած հանձնաժողովի, հերթով կետ-կետ ոնց որ անցնում ենք, մինչև որ արդեն մոտենանք կարելի ասել ամենասպասված պահին եւ բացենք քվեատուփը։ Այո, հենց այս պահին հասկանանք ինչ է, հա, այստեղ կատարվում, ինչ է անում հանձնաժողովի նախագահը։ Այս պահին Պարկեի հետ տանում։ Սա իհարկե Սա այն պարկն է, որտեղ որ արդեն քվեախցիկներից չօգտագործված այդ քվեաթերթիկները, այո, լցվում են դրա մեջ։ Մենք կարելի է դա համարել իհարկե զիբիլ, բայց մենք դա հաշվելու ենք եւ իհարկե առանձին տանելու ենք, դրանք բոլորը պետք է լցվեն։ Հիմա մենք տեսնում ենք, որ նաեւ այնտեղ լցվում է չօգտագործված քվեաթերթիկները նաեւ, որոնք որ չեն օգտագործվել, այսինքն ավել են մնացել։ Այս պայդրությամբ հանձնաժողովը զբաղված է տարբեր ֆունկցիաներով։ Ստեղ մենք տեսնում ենք, որ հա, էլի։ Ստեղ իրականացվում է մատյանով հաշվարկ, որպեսզի մենք արդեն տեխնիկական սարքավորումների հետ համապատասխանեցնենք, որպեսզի մատյանի գրանցած թվերը եւ տեխնիկական սարքավորման գրանցված թվերը համապատասխանեն եւ ոչ մի խնդիր չառաջանա։
խնդիրին չեն իրականացնում հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ։ Այժմ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ եւ քարտուղարի Մատյանն է լրացվում։ Այն ինչ որ արեցին գրանցվում է Մատյանը։ Մոտավոր ինչքան կտևի, որտեվ մենք եւ մեր հետևորդները նույնպես սպասում ենք անհամբեր քվեատուփի բացման Երևի ամենաուշը 20-25 րոպեից կսկսենք արդեն քվեաթերթիկները հաշվել։ 1000 են կողմի վրա։ Այս հատվածում ինչ է իրականացվում։ Այս հատվածում զգուշ այս հատվածում չօգտագործված քվեաթերթիկներն են, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ ավել է տալիս քվեաթերթիկները, քան նախատեսված են ընտրողները։ Մենք այժմ իրականացնում ենք, կարելի ասել, հավաքում ենք իրանց ու արդեն գցում ենք այս պարկի մեջ։ Կարծես միասին ամփոփեցինք, այս պահին ինչ է կատարվում եւ ինչ է հաջորդելու 8 կոտորակ 33 ընտրատեղամասում, ավելացնելու բան այս պահին չունեմ, Աննա։ Շնորհակալություն Անի, այժմ միանանք 10-24 ընտրատեղամաս, որտեղ աշխատում է իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Սեդա, սկսվել է արդեն ձայների հաշվարկն այդ ընտրատեղամասում։ Բարի երեկո Աննա, բարի երեկո հարգելի հետևորդներ, այո, մեկնարկել է ձայների հաշվարկը, մի փոքր աղմուկոտ է այստեղ, ինչ որ հարցի շուրջ չեն կարողանում լեզու գտնել հանձնաժողովի անդամները, բայց եկեք միասին ամփոփենք, թե ինչպես է անցել հենց Էրեբունի վարչական շրջանի 10 կոտորակ 25 ընտրատեղամասում ընտրությունը, ինչպես հանձնաժողովի անդամներն են ասում, բավականին ակտիվ է եղել մասնակցությունը, ընտրելու իրավունք ունեցողների 1837 հոգուց մասնակցել է 1162-ը, ինչ նշանակում է, որ կեսից ավելին մասնակցել են ընտրությանը, րոպեներ այս պահին հիմա նախապատրաստական աշխատանքներ են, որպեսզի մեկնարկեն արդեն ձայների հիմնական հաշվարկը, կատարում են արձանագրությունների լրացում եւ այլն, նշեմ նաեւ, որ մեծ զրույցում հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի նախագահը նշել են, որ միջադեպեր չեն գրանցվել, ամեն ինչ խախանդ է անցել, հարթ է անցել, այս պահին էլ դեռ աշխատանքները շարունակում են, որպեսզի կարողանան մեկնարկել ձայների հաշվարկը։ Այլ մանրամասներ այս պահին չկան, նշեմ եւս մեկ անգամ, որ ինչպես Էրեբունի վարչական շրջանի շատ այլ ընտրատեղամասերում, այս ընտրատեղամասում եւս բավականին ակտիվ է եղել քաղաքացիների մասնակցությունը, այստեղ քվեարկել են նաեւ ընտրատեղամասին հարակից տարածքում գտնվող զինվորական հոսպիտալում իրենց ծառայությունն անցկացնող եւ կամ բուժում ստացող զինվորականները եւ նրանց հարազատները։ Աննա, այս պահին այսքան այս ընտրատեղամասից, շարունակեք հետևել, որպեսզի պարզենք, թե կոնկրետ այս ընտրատարածքում որ քաղաքական ուժը որքան ձայն է հավաքել։ Շնորհակալություն Սեդա, հենց նոր գործընկերներս ինձ տեղեկացրին, որ լարված միջադեպ է գրանցվել 13-29 ընտրատեղամասում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունից հայտնել են, որ ՔՊ-ի վստահված անձը հարձակվել է իրենց կուսակցության վստահված անձի վրա։ Ես պահանջում եմ իրար եկայություն ստեղ չլինի, ու վերջ։ Իսկ Գյումրի մի շարք ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են եղել, դիտենք մեր թղթակցի նկարահանած տեսանյութը։ Ներեցեք, հոսանքի բացակայության դեպքում սարքերը աշխատում են։ Լիցքավորված են եւ լիցքավորումը պահպանում են։ Շատ լավ։ 30 րոպեի չափ է ճիշտ։ Լույս պետք է բերեմ։ Չէ, գնաց լրացնենք։ Տվեցին լույսերը պաստորեն։ Ստավա
Բազանցի դուրս կուզես թող Այժմին այսքանը, շարունակեք հետևել ABC մեդիայի հրապարակումներին բոլոր հարթակներում, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով։ Կհանդիպենք 2 ժամից։